Ողջույն ժողովուրդ, մենք արդեն համ ֆայլ ենք բացել, կարդացել, համ ֆայլում ինչ-որ բան գրել ենք, համ մի անգամից մի հատ with-ով ենք մի քանի ֆայլի հետ գործ արել։ Հիմա ժամանակն է մի հատ նոր բան անենք, ֆայլին ավելացում անենք։ Այսինքն ոչ թե լրիվ ջնջենք կամ լրիվ 0-ից մեջը բան գրենք, այլ արդեն ինչ-որ մի բան կա, մի բան ավելացնենք։ Ու մեր խնդիրը հետևյալն է։ Մուտքում երկու հատ տող ունենք, առաջինում գրած է ֆայլի անուն, doc.txt։ Երկրորդում գրած է մի հատ ինչ-որ տող, մեզ խնդրում են այս տողը ավելացնենք այդ մեր տված ֆայլին։ Օրինակ ստեղ էս this is the second line-ը գայիս մուտքում ու doc.txt-ում արդեն կա գրած this is the first line։ Մեր նպատակն է այս doc.txt-ին կցագրել սա ու ուզում է որ վերջում տպենք ամբողջական doc.txt-ը։ Այսինքն մեր doc.txt-ը դառնում է սա, this is the first line, հետո նոր տող ու this is the second line, output-ն էլ ուղղակի ոնց որ մեջ է ամբողջ պարունակությունը։ Դե գնացինք Նախ մուտքը կարդանք, ֆայլի անունն է մեզ գալիս, file, file name-ը հավասար է input ու text to add-ը, այն տեքստը որ պետք է ավելացնենք, էլի հավասար է input։ Հիմա եկեք մի հատ բացենք այս մեր ֆայլը, ասենք with open file name, ու հիմա մեր նպատակը որն է բացելու, բացում ենք նրա համար, որ ավելացում անենք իր մեջ, դրա համար ստեղ կգրենք A, ստեղ գրենք SF, ու եկեք F-ին գրենք, ավելացնենք, ասենք F get right, ու պետք է գրենք այս մեր text to add-ը, հիմա եթե ուզենանք մի հատ ստուգելու համար տպենք, այս գրենք print F get read, տեսեք ինչ է լինում, կարեք, հայք, ասում է not readable, ինչի որովհետև մենք բացել ենք իրան ոչ թե կարդալու նպատակով, այլ իրան հետ ինչ-որ բան ավելացնելու, դրա համար սա չի աշխատում։ Դե շատ բարի, դե եկեք բացենք, կարդանք, տեսնենք սա ճիշտ ենք արել թե չէ ու տպենք։ Պետք է նորից բացենք այս մեր file name-ը, այս անգամ արդեն իր ռեժիմը պետք է լինի կարդալու ռեժիմ, կարանք ստե կամ գրենք R կամ կարանք չգրենք, ինքը ըստ լրելային default-ով միշտ R-ը վերցնում, կարդալու նպատակով է բացում։ Ու մեզ պետք է տպել այս ֆայլի content-ը, այսինքն f get read-ը։ Սա աշխատացնենք, տեսնենք, որ մի հատ պստիկ սխալ կա, այստեղ նոր տող չենք իջնում մենք, դրա համար մի հատ ստեղ կավելացնենք, որ սկզբում slash-ն է, հետո նոր text to add։ Դե, հաջողություն։